Փաշինյանն ասում է, որ եթե ինքը չընտրվի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինչու է ըստ ձեզ շանտաժանում Փաշինյանը եւ արդյոք դուք եք այն մարդը, ում հետ նա կարող է այդ ձևով խոսել։ Իշ չի թվում, որ պատերազմ կլինի, քանի որ դասեր են քաղում, ինչքան էլ ուզեն, ինչ էլ վայրակ ցեղերը իշքան էլ գան ու գնան, քոչվոր ցեղեր ինչքան էլ գան ու գնան, մեվ նույն ապարտություն են կրելու։ Մեր հայ ազգի հավատքը ու սերը հայրենասիրության նկատմամբ լինում է նորից են ծնվում աշոտներ, նորից են ծնվում մխիթարներ, նորից են ծնվում Դավիթ բեկեր, որ միասնական կդարձնեն, մեր ուժը միասնության մեջ է, մեր ուժը այն անհատների մեջ է, որոնք որ իսկապես հայրենասեր են, այո։ Եթե ինքը շարունակական զիջումներով պետք է ապահովի այս երկրի խաղաղությունը, այդպիսի խաղաղություն մեզի պետք չի։ Դուք լսած կլնեք Մուսոլինին, Իտալիայի վարչապետ, ասում էր, նրա խոսքերն եմ ես կրկնում, մեջբերում։ Երկրի սահմանները վիճարկելի չեն, նրանց պետք է պաշտպանել ցանկացած գնով։ Հիմա եթե ինքը ջերմուկն է տալի, հետո Սևանը, հետո Գեղարքունիքը, հետո մյուս դրանով խաղաղություն է ուզում, այն բրիլոկը կապելա դոշից, էսա, ինչա, տաշիկ, սարկեցիք շագրեն ու կաշի, հմի կախել եք դոշիկ, ման եք գալի, որ ինչ, նման խաղաղությունը ոչ ժողովրդին է պետք, ոչ երկրին, ոչ մի տեղ էլ ընդունելի չի։ Պատերազմը ես գիտեմ, ոչ թե պատերազմը ալնալում, պատերազմը ներսում ալնում։ Դուք չեք հասկանում, որ հիմա այս ընտրությունները կարող է մինչև ընտրությունները կամ ընտրության օրը քաղաքացիական պատերազմ է սկսվելու։ Սա իմ պատկերացումն է եւ դա ճիշտ է ալնալու։ Հիմա որ պատերազմ լինի, այս մեր պատերազմում այս զոհեր չենք ունենա մենք։ Ուղղակի մի հատ շատ կոպիտ հրամանով թե Սամվել Կարապետյանը, թե Ռոբերտ Քոջյանը, թե Գագիկ Ծառուկյանը մի հատ հրամայելով Ալիև իր զորքերը Արցախից դուրս կբերի, որտեղ իրանք վախենում են եւ Սամվել Կարապետյանից, եւ Ռոբերտ Քոջյանից, եւ իհարկե Գագիկ Ծառուկյանը մի 400 Ալիև մի անգամ շփրտի ձորը։